Կանակ ինչ հիմնավոր ուղղակի շարունակեմ հարցը, որ ծնկերոջ քիչ առաջ Նժդե Հովսեփյան ասում էր, ես փաստներ գրել, որ Շահրամանյանի խոսքով համարումից արվել է Արցախը։ Այստեղ պարոն Շահրամանյան, խնդրո առարկան որն է, որ ներկայացված չեն այն օբյեկտիվ հանգամանքները, երբ ադրբեջանցիները արդեն Ստեփանակերտի մատուցներում են, մարդիկ ինչ վիճակում են, ինչ այդ ամեն ինչը եղել է ճնշման տակ։ Այսինքն դուք դրա հետ խնդիր ունեք, որ օբյեկտիվ հանգամանքներ նշված չեն, թե դուք ինչու ընթերցեցիք այդ հրամանագիրը։ Հարգելի լրագրողներ, ինչ վերաբերում է դատական processing, ինչը առաջի դատական նիստ այսօր կայացել է։ Ես կանրադառնամ ձեր բոլոր հարցերին հաջորդ դատական նիստին, երբ ինձ հնարավորություն կտան, որպես վկա հարցաքննվելու, եւ կներկայացնեմ իմ դիրքորոշումները։ Ես ձեզանից ներողություն եմ խնդրում, բայց այսօր չեմ ուզում այդ հարցերին անդրադառնալ։ Եթե կա ուրիշ հարցեր, նախագահ եկեղեցի առաջնորդի վերաբերմունքը ձեզ համար սպասելի է, թե դա էլ է հարված թիկունքից նաև ձեզ։ Չեմ ուզում մենք շտապենք տարբեր մեկնաբանություններ անենք այդ process-ի հետ կապված։ Ամենացավալին այն է, որ մենք բոլորս ականատես ենք լինում գործող իշխանության եւ եկեղեցու միջև այդ հակադրությանը, իմ կարծիքով դա չպետք է հայնարանացվել եւ դա պետք է իրականացվել փակ դռների հետևում, պատշաճ կարգով, առանց լայն հասարակությանը ներգրավելու եւ չեմ ուզում մեկնաբանություններ տամ, մենք կսպասենք մինչեւ եւ եկեղեցու մեջ ներսում ինչ զարգացումներ կլինի, ինչ որոշումներ կլինեն եւ ըստ այդմ մեր դիրքորոշումը կհայտնվի։ Պարոն Շահրամանյան, թեև հետ զրուցել եք այդ տեղի ունեցածից հետո կամ առաջ։ Այո, հաջորդ օրը ես իր հետ հանդիպել եմ, այո։ Ինչ եք զրուցել, ինչ եք մեկնաբանել ներս բարձրաբանել։ Ես ստացել եմ իր հիմնավորումները, ինձ մեկ հարց էր հետաքրքրում հիմնականում, արդյոք այդ հանդիպումը համաձայնեցված էր իրենց ղեկավարի վեհապարի հետ եւ ստացել եմ բացասական պատասխան եւ ըստ դրա իմ եզրակացությունները ես արել եմ։ Այսինքն վեհապարը տեղեկացված չի եղել հանդիպման մասին եւ համաձայնություն չի ստացել։ Իմ տեղեկությունները ոչ։ Իսկ ինչու է որոշել գնալ այդ դեպքում, եթե ես չեմ կարող ինչ է ձեզ ասել։ Մեկնաբանել ինձ թվում է դա իրեն։ Ամեն դեպքում պարոն Շահրամանյան, ստացվում է, որ վեհապար Հայրապետը, որը Արցախի թեմա ամեն գնով պահեց, սխալվեց, հա, որովհետև իշխանությունները բազմիցս պնդել են տարբեր ներկայացուցիչներ, որ Արցախ գոյություն չունի, այսինքն սխալվել է, որ Սրբազանը շարունակել է թեմակալ առաջնորդ մնալ։ Ես կսպասեմ մինչև համապատասխան որոշում։ Համանյան նաև գործընկերոջը հարցը շարունակելով տեսակետ կա նաև, որ հակաեկեղեցական այդ արշավը սկսեց այն բանից հետո, երբ որ վեհապարը Հռոմի Պապի հետ հանդիպման ժամանակ արցախցիների վերադարձի հարցը բարձրացրեց։ Այդ դեպքում Արցախի թեմի առաջնորդի այս քայլը ինչպես եք որակում դուք։ Ես նույն հարցին ստիպված եմ մի քանի անգամ անդրադառնալ։ Վեհապարի դիրքորոշումը Արցախի հետ կապված, Արցախի հետ տեղի ունեցածի հետ կապված, արցախահայության իրավունքների հետ կապված բոլորիս հայտնի է եւ մենք կիսում ենք այդ դիրքորոշումը։ Ես հնարավորություն եմ ունեցել հանդիպել վեհապարի հետ մի քանի անգամ եւ շնորհակալություն եմ հայտնել իրեն այդ դիրքորոշման համար։ Չեմ ուզում միջամտեմ եկեղեցու ներքին process-ներին եւ շտապողականություն։ Պարոն Շահրամանյան անգամ հանդիպել պարոն Շահրամանյան վեհապարի հետ։ Կոնկրետ չեմ կարող ասել, բայց բարբերաբար մենք հանդիպում ենք։ Թեև չեք ուզում անդրադառնալ դատական այս գործընթացին, բայց Հայաստանի պատմության դասագրքի հեղինակը ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ եթե հրամանագիր չեք ստորագրել, ապա հետո ինչու եք նոր հրամանագիր ստորագրել, որով չեղարկում եք Լեռնային Ղարաբաղի։ Եվ պարոն Շահրամանյան, իշխանական ներկայացուցիչները, ՔՊԱ-ական պատգամավորները բարբերաբար հարց են բարձրացնում, թե այդ ինչպես ստացվեց, որ դուք կարողացաք անվտանգ ձեր թիկնապահներով շրջապատված դուրս գալ Լեռնային Ղարաբաղից, բայց Արցախի նախկին քաղաքական ղեկավարությունը այդպես էլ չկարողացավ եւ գերեվար։ Հարգելի լրագրող, ինչ վերաբերում է ձեր հարցի առաջի մասին, ես անդրադարձել եմ եւ չեմ ուզում
նորից կրկնել, մենք մի քանի անգամ հնարավորություն ենք ունեցել այդ թվում Արցախի տեղեկատվական շտաբով անդրադառնալ այդ ձեր նշած բոլոր հարցերի։ Ինչ վերաբերում է թե ինչպես եմ ես կարողացել դուրս գամ այս իրավիճակից եւ տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, ես այս պահին էլ չեմ ուզում ձեր հարցին պատասխանել, քանի որ դեր կար պրոցեսներ, որոնց հնարավոր է ձեր հարցին պատասխանը խանգարել։ Հիմա այդ պրոցեսները ավարտված չեն արդյոք։ Չէ, ոչ, ավարտված չեն։ Պարոն նախագահ, մյուս գործով ինչ պրոցես կա, մյուս գործի շրջանակում ուր է հասել։ Որ գործի։ Ձեզ կանչում էին հարցակնության, որը որ նաև Սամվել Բաբայանն է կանչվել, թե լսվել։ Ես այդ գործով հարցակրվել եմ որպես վկա եւ սպասենք հետագա զարգացումներին, որոշումներին։ Շնորհակալ եմ։ Այնուամենայնիվ